Արցախի վերադարձի հարցը, Արցախը վերադարձնելու հարցը, այս առումով պատասխաններ չունի ինձ գտվի եւ հաջող ինչ է պատասխանը։ Որ հարցի, ասեք շատ Օրինակ Արցախի հարցով ինչ է ծեր հստակ թիրքորոշումը։ Դուրը չփակել մեր հիմա գործը, դուրը չփակելն է։ Սա միջազգայինում ես ասեցի, բայց իշխանությունները գսեն մորնան ամեն ինչի դուրը փակենք։ Ամեն ինչի դուրը փակելով դնում ենք մեր դագաղի փականը։ Այսինքն Արցախցիք ապրին Ադրբեջանի լուծինդակ։ Դուք համաձայն եք ադոր։ Մենք խնդիր ունենք եղածը պահելու։ Եղածը հիմա գետնի վրա ինչ ունենք պահելու, զիջումների շղթան կանգնեցնելու, այս ինչ որ ասացի, թույլ չտալու որ լինի։ Առերեսվենք իրականությանը։ Մենք հիմա այն իրականության մեջ ենք, որտեղ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են, որտեղ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանության փոփոխություն եւ որտեղ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորում է ծրագիր, որը Հայաստանը զավթելու ծրագիր է։ Դուք սպառնալիքին լուրջ կվերապերի։ Միանշանակ մեր ամենամեծ սխալը եղել է ադրբեջանական սպառնալիքին մատերի արանքով վերաբերելը։ Որ մի ադրբեջանական սպառնալիքը չեն իրականացրել։ Կարող է սխալվել ենք այնտեղ, որ ծիծաղել ենք։ Իշխանությունը գխոսի խաղաղության մասին եւ ինչքան մտահոգիչ է, երբ վարչապետը գայդրել է, եթե ես չլամ, վաղը բادرազմ պիտի լա։ Հիմա դերևս դուք ասեք մանիպուլյացիա է, չէ՞։ Բայց մեր ժողովրդի մոտ այդ մեկը աշխատող է։ Դուք ինչ պիտի լինեք ադորտի մոտ։ Բարև ձեզ, հարգելի ագընթիրներ, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք Արևելք հարթագի անգեղծ զրույցներով մեր շարքը, այսօր հյուրս թանկագին հյուր, հոյտապատգամավոր, նաև Հայաստան դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանն է։ Բարի եկած, շատ ուրախ եմ այս արիտին համար, ճիշտ ասած երկար սպասված արիտ է ինձ համար եւ ձեր բազմասպառվածությունը հաջող հետաձգելու պատճառ դարձավ։ Գիտեք, հաջող կխոսիկ ազգային պետություն ստեղծելու հիմքին մասին, կարևորության մասին, ինչու այսքան երկար ժամանակ Հայաստանը չկարողացավ ունենալ ազգային պետություն, հատկապես որ դաշնակցությունը եղած է այդ պետության արանքներում մեջ, նաեւ հաջող բադնեշի վրա, այսպես ձևակերպեմ։ Բարդ հարց է, շատ բարդ հարց է, ավելի հեշտ ենք մենք պատասխանում քաղաքական կոնյունկտուրային հարցերին, բայց ես հիմա ձեր բրոշին եմ նայում, կոմիտասին եմ նայում, ինչու չունեցանքը շատ խորքային, կարող ենք տարբեր պատճառներ ունենալ, ի վերջո, եթե ինձ հարցնեք, որն է մեր ամենամեծ խնդիրը, էլիտայի խնդիրն է, հայկական էլիտայի ու այնպես չի, որ դա պատահական է։ Հայկական էլիտան հետևողականորեն վերջին 100 տարիներին ոչնչացվել է Օսմանյան կայսրությունում պատահական չի, որ հայոց ցեղասպանությունը սկսել է հայկական էլիտայի ոչնչացումով դրանից առաջ ջարդերի արդյունքում, ի վերջո երբ որ մենք խոսում ենք ֆեդայիններ, երբ որ խոսում ենք ազատագրական պայքար, դրա կազմակերպողը առաջի շարքերում էլիտան է եղել։ Հիմա մենք էլիտա, որ ասում ենք, այսպես կարող է, պատկերացնում ենք, որ կոստյումով գալստիկով, դա չէ, դա մտքի կամքի առաջատարները ում հետևից գնում է ժողովուրդը։ Ոչնչացվել է սովետական միությունում կազմակերպված կերպով, հետո Արցախյան առաջի պատերազմը ի վերջո կամավորական պատերազմերից կամավոր գնում է էլիտան, հետո արտագաղթի հսկայական ալիքը, որը որ այդ շարքում էլիտայի ներկայացուցիչներ, իսկ մտավոր էլիտայի ներկայացուցիչներ ու արդյունքում ունենք այն պատկերը, որը ունենք, այսինքն ունենք պետություն, բարեբախտաբար հայոց ցեղասպանությունից հետո մենք բարեբախտաբար մեր փոքր կտորի վրա հայրենիքի ուժ, կամք, խոհեմություն ունեցանք ստեղծելու պետություն, հիմա ունենք պետություն, այդ սահմանները փոփոխվում են, ունենք մի քանի տարի առաջ երկու հայկական պետություն, բայց ազգային գաղափարախոսություն, որը կմիավորի աշխարհի բոլոր հայերին, մի կողմ կթողնի մեր տարբերությունները եւ կարձանագրի մի քանի կետեր, որտեղ մենք միասնական ենք ու չունենք տարաձայնություններ, դա դեռևս չունենք, ուրեմն դա ճանապարհ է, որ պիտի անցնենք։ Ինչու չունենքի պատասխանը շատ բարդ է, իսկապես շատ բարդ է ու բազմաշերտ է, կարծում եմ, եթե իմ համեստ կարծիքով գլխավոր դերակատարություն ունի այդտեղ էլիտան, բայց դա չի նշանակում, որ այս տարիներին այդ ուղղությամբ ջանքեր չեն եղել, եթե գիտեք, ես ինչն եմ մերժում, ես մերժում եմ այս բոլշևիզմը, տոտալիտարիզմը, որ եթե մենք
ջանք ենք գործադրել, բայց արդյունքին չենք հասել, նշանակում է այդ գործադրած բոլոր ջանքերը ապարդյուն են եղել։ Ամբողջ ճանապարհը սխալ է եղել, պետք է մերժել եւ նետել աղբամանը։ Հրեական էլիտան, հրեական պետության գաղափարը եւ սիոնիզմի հիմքերը ձևակերպեց 19-րդ դարի վերջին։ Հրեական պետությունը ստեղծվեց 20-րդ դարի սկզբին։ Պետություն ունենալը, պետություն ստեղծելը, գաղափարախոսություն դնելը հիմքում ու այդ գաղափարախոսությամբ առաջ գնալը, այո, տասնամյակների, հարյուրամյակների պայքար կարող է լինել։ Եթե մենք չենք հասել այդ կետին դեռևս, չի նշանակում, որ այն ճանապարհը, որով գնացել ենք, սխալ է եղել։ Երկար ճանապարհ է դա, որը պիտի անցնենք ու այդտեղ գործ ունենք անելու նաև առաջին հերթին ես ինչու եմ դաշնակցությունը շատ կարևորում, ես կուսակցականապաշտ չեմ, ես կուսակցականամոլ չեմ, բայց դաշնակցությունը մոդել է, որը ցույց է տալիս ինչպես տարբեր գաղափարների մարդիկ, տարբեր նախասիրությունների աշխարհի տարբեր տեղերում ապրող մի քանի գաղափար կարող են ընտրել որպես իրենց առանցք եւ միավորվել ու գործել այդ գաղափարների շուրջ ու ինչպես մարդու կարողությունները բազմապատկվում են այդ դեպքում։ Ես հայկական պետությունը այդ մոդելով եմ պատկերացնում։ Չեմ պատկերացնում դաշնակցության կանոնագիր ու ծրագիրը պիտի տանենք դնենք պետություն։ Դա դաշնակցությանն է, բայց այդպիսի մոդելով պատկերացնում եմ պետություն։ Ինչու չունենքը երևի բավարար աշխատանք չենք արել։ Գիտեք, նաև Հոյտայի, նաև Հայաստան դաշինքի խոսույթի մեջ Արցախը շատ կարևոր մաս մնե այսօր ալ։ Սակայն գնալով Արցախի վերադարձի հարցը, Արցախը վերադարձնելու հարցը, այս առումով պատասխաններ չունի ինձ գտվի եւ հաջող ինչ է պատասխանը։ Որ հարցի, ասեք շատ հստակ պատասխանը։ Արցախի հարցով ինչ է ծեր հստակ դիրքորոշումը, անգախ հենց հիմա ծրագիրն եմ բացում, որ կարդամ, որպեսզի իմ անձնական տեսակետ չլինի։ Պատրաստ եք, հա։ Այո, այսինքն մենք Ես գասկնամ արցախցիներու իրավունքը ընկերուի, բայց Արցախի հանդեպ վերաբերումը ինչ պետք է լա ծեր կամ այսինքն Արցախը այսօր Ադրբեջանի դիրապետություն տակ է։ Այո, ինչպես մենք այս խոսքին, այս իրավիճակին պետք է հագաստենք, մանավանդ որ գիտեք ինչու կհարցնեմ, որովհետև այս խնդիրը այնքան նուրբ է, որ հաջող գաստեց ծեր միավոր, քաղաքական միավորներում վրա, որովհետև երբ որ մեկում ասես Արցախ, ասես գնայի քեզի եւ իր մեջ ցավ գա մարդուն, բայց ինքը գսե նախ որովհետև մենք գրծա միտքս բացատրել։ Ես կտրականապես դեմ եմ մեր անվտանգության հարցը բարձրապես Արցախի կոնտեքստում քննարկելը, Արցախի հարցը, Արցախահայերի Արցախ վերադարձի հարցը մի մասն է այդ անվտանգային հարցի, բայց մենք միայն Արցախի կոնտեքստով քննարկելով անվտանգային հարցը լոկալիզացնում ենք հարցը եւ տպավորություն ենք կարծես փոխանցում, որ բոլոր Ադրբեջանի պահանջները կապ ունեն բացառապես Արցախի հետ, դրանով սկսվում եւ սահմանափակվում են։ Մենք պիտի առերեսվենք իրականությանը, մենք հիմա այն իրականության մեջ ենք, որտեղ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են, որտեղ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ որտեղ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորում է ծրագիր, որը Հայաստանը զավթելու ծրագիր է։ Մենք այն իրավիճակի, այսինքն ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին եմ խոսում։ Մենք այն իրավիճակի մեջ ենք, որ Ադրբեջանը իրեն հայտարարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ ըստ մուսավաթական Ադրբեջանի սահմանադրության Ադրբեջանի տարածքը կազմում է 114,000 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Հայաստանի տարածքների մեծ մասը։ Մենք սա պիտի Արևելյան Ադրբեջանի խոսույթի մասին։ Մենք սա պիտի հասկանանք, այսինքն մենք ինչ որ հերավոր խնդիր չի, որ մեր անվտանգության հարցը որ կապված է միայն Արցախի հարցում ինչ դիրքորոշում ունենք։ Մենք խնդիր ունենք եղածը պահելու։ Եղածը հիմա գետնի վրա ինչ ունենք պահելու, այս զիջումների շղթան կանգնեցնելու, այս ինչ որ ասացի, թույլ չտալու որ լինի։ Ինչ կառաջարկեք Հիմա բայց Արցախի հարցին որ հանկարծ չստացվի որ խուսափում եմ։ Հիմա սրա մի մասն է Արցախի հարցը։ Մենք ամբողջ հարցը սկսել ենք այնտեղից, որ մենք սկսել ենք հայկական հարցը լոկալիզացնել, մասերի բաժանել, այսինքն ճշնամիները, եւ դրանք հերթով լուծելով կարծես մեզ բան են անում, քայլ առաջ են գնում։ Արցախը Հայաստանի համար ֆիզիկապես երբ որ այնտեղ ապրում էին հայերը, եղել է զրահաբաճկոնի դերակատարությունը, ոչ թե բեռ կամ թոք։ Բուֆերային զոնի նման, չէ միայն։ Հիմա Սյունիքում Գեղարքունիքում տարածքներ օկուպացված են բացառապես նրա պատճառով, որ չկա հայկական Արցախ։ Հիմա Սյունիքում եւ Գեղարքունիքում վերջին տարիներին կրակում էին այն պատճառով, որովհետեւ չկա հայկական
Արցախ, Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ենք մենք եկել հասել այն պատճառով, որովհետև արդեն չի քննարկվում Արցախի ինքնորոշման հարց, արդեն չի քննարկվում Արցախահայերի վերադարձի հարց։ Դրա համար ամբողջը եկել է Հայաստանի վրա։ Հիմա մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք ոչ թե ուզում ենք ուղղակի խաղալ մեր արցախահայերի զգացմունքների հետ եւ ձայներ կորզել։ Մենք հասկանում ենք, որ պաշտպանելով անգամ այս իրավիճակով պաշտպանելով արցախահայերի իրավունքները, պաշտպանում ենք արցախահայերին, պաշտպանում ենք ինքներս մեզ։ Դրանք փող կապակցված են։ Ոնց ենք դա անում։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք ասում ենք, որ լռության փոխարեն, այսինքն աչքինս փակել ենք, չենք տեսնում, որ մեր եկեղեցին բան են արում, ոչնչացնում են այնտեղ։ Ոչ մի բանի չենք արձագանքում։ Դրա փոխարեն իրավունքների պաշտպանություն։ Այո, մենք հասկանում ենք, որ Արցախը հիմա ադրբեջանական վերահսկողության տակ է, եւ առաջիկա 1 տարվա, 2 տարվա, 3 տարվա համար չենք խոսում, որ Արցախը պիտի գնանք, զենքով ազատագրենք եւ այլն։ Բայց ինչ ենք ասում։ Ասում ենք, որ Ալիևը միշտ չի լինելու Ադրբեջանում ղեկավար։ Պատմության համար 10 տարին, 20 տարին, 30 տարին ակնթարթներ են։ Ակնթարթներ են։ Մենք պիտի պատրաստ լինենք, պատրաստ են առումով, որ ստեղծենք մեր իրավունքները պաշտպանելու համար մեխանիզմները, ինչպես Ադրբեջանն է դա արել։ Օրինակ ստեղծելով այդ արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն, որը աշխարհի բոլոր տեղերում գնում են եւ խոսում են, որ իրենք պիտի գան Հայաստանում ապրեն։ Ստեղծելով ու պահպանելով մեխանիզմները մեր իրավունքների պաշտպանության համար։ Ու այդ իրավունքների պաշտպանությունը, եթե մենք ուզենայինք զգացմունքների հետ խաղալ, հիմա կասենք, որ Արցախը ինքնորոշման իրավունքն են պաշտպանում, բայց հասկանում ենք գետնի վրա ինչ իրավիճակ է։ Դա երազանք է, այսինքն դաշնակցականի համար պիտի ասեր բանը, Արցախի բան անկախությունն պիտի բանանենք։ Երազանքը դա է, այսինքն, բայց հասկանում ենք ինչ իրավիճակ է ստեղծվելու։ Այս իրավիճակից ելնելով միակ իրատեսական ճանապարհը Արցախահայերի վերադարձի իրավունքը, որի շուրջ կա կոնսենսուս միջազգային։ Շվեյցարիան նախաձեռնություն է ստեղծել այդպիսի։ Դուք կհավատաք այդ խոստումներին։ ԵՀԿ խոստումներին ոչ ոքի չեմ հավատում, ես հավատում եմ միայն հույսներս մեջ վրա դնելուն, բայց ես հավատում եմ, որ դրանք պիտի սիմբիոզ լինեն, այսինքն դու աշխատանքը տանում ես, կառույցներդ ստեղծում ես, հետևողական ես լինում, քո իրավունքների համար դուռը չես փակում ու միջազգային նպաստավոր պայմանների դեպքում միջազգային գործընկերների հետ կարողանում ես իրականացնել։ Դա է բանաձևը, դա է հաջողելու բանաձևը, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Մենք առաջարկում ենք չփակել այդ իրավունքների պաշտպանության դուռը։ Ի վերջո ով կարող է փակել 150,000 արցախցի Հայաստանում է մոտավորապես ապրում եւ ասում է ես ուզում եմ գնալ իմ տունը։ Հիմա ով կարող է իրավունքը։ Ով կարող է ասել դու չես կարող գնալ քո տուն։ Հիմա մենք տեսնում ենք այն ճանապարհը, որ այս իրավունքը միջազգային հարթակները պաշտպանելով սա նաեւ պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական ժամանակ է տալիս, շնչելու հնարավորություն է տալիս, բանակցությունների սեղանին բացառապես ադրբեջանական օրակարգ չքննարկելու հնարավորություն է տալիս։ Ու միանգամից անդրադառնալով նրան, որ քանի որ դուք այս հարցն եք բարձրաձայնում, հականդեմ պահանջներ են հնչում, նախ Նիկոլ Փաշինյանը երբեք չի բարձրաձայնել այս հարցը։ Ինչու է Ադրբեջանը պետական մակարդակով խոսում ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին։ Իր ներքին լսարանի համար ներքին լսարանի համար ՄԱԿ-ի համապատասխան գագաթաժողովում չեն բանանում, ելույթ չեն ունենում եւ Ալիևի աշխատակազմը ամեն տարի չի հսկայական գումարներ չի ֆինանսավորում ու կոնցեպտներ չեն պատրաստում, ելույթներ են ունենում ուղղակի, բայց կոնցեպտներ չեն պատրաստում, հետեւողական աշխատանք չեն անում միջազգային հարթակներում։ Դուք սպառնալիքին լուրջ կվերապերի։ Միանշանակ, ես մեր ամենամեծ սխալը եղել է ադրբեջանական սպառնալիքին մատերի արանքով վերաբերելը, որ մի ադրբեջանական սպառնալիքը չեն իրականացրել։ Մենք կարող է սխալվել ենք այնտեղ, որ ծիծաղել ենք։ Կարող է դա եղել ամենամեծ սխալ ծաղրել այսպիսի հակառակորդին։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոսել Ադրբեջանի սահմանադրության փոփոխության մասին, մեր դիվանագիտական կորպուսը։ Ինչու է Ադրբեջանը պահանջում Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Բայց մենք ունենք այդ ներուժը Ադրբեջանի ինչ-որ բան թելադրելու։ Թելադրելու չէ, խոսելու ունենք, թելադրելու մասին չի խոսքը։ Ներուժ չունենք լավ պաշտպանելու, ներուժ չունենք քարվաճառը չհանձնելու, լավ, ասենք ինչպես կարելի է պատերազմի ավարտից հետո եւ դու ենթադրաբար ամենաթույլ վիճակում ես կնքել մի փաստաթուղթ եւ 6 տարի հետո այդ փաստաթղթից պահանջները միայն ավելանան։ Այսինքն դու պատերազմից հետո ես չէ՞ ամենաթույլ վիճակում եղել ենթադրաբար։ 6 տարի հետո ավելի թույլ վիճակում ես, դե պիտի մի քիչ ավելի ուժեղ վիճակում լինեիր։ Դրամապահությունը գսե պետք է մեջքը չդգես։ Այն ժամանակ քեզ չեն պարտադրել սահմանադրության փոփոխություն, 6 տարի հետո ո՞նց են պարտադրում։ Բա 6 տարի դու ինչ ես արել։
ու պարտադրելու մասին չի խոսքը, հակազդեցության մասին է, եթե ինչ-որ մեկը պատկերացնում է, որ մենք որևէ ռեսուրս այլևս չունենք, եւ պիտի ինչ Ադրբեջանը ասի անենք, մենք տեսնում ենք այդ ռեսուրսը որտեղ ունենք։ Ռեսուրսը նայեք մեր համահայկականության մեջ։ Ռեսուրսը պիտի գտնեինք այս 6 տարվա մեջ մեր բանակը վերազինելու մեջ ու բարեփոխումների մեջ։ Ռեսուրսը պիտի գտնեինք ոչ թե ազգը պարակտելու, այլ միավորելու մեջ։ Այդ դրանք են մեր ռեսուրսները, ավել ռեսուրս այլ չունենք։ Եթե Հայաստանի դիվանագիտական կորպուսը այս լրության փոխարեն մտածել մեր իրավունքները պաշտպանելու մասին ու հայեցակարգ կազմեր ու ի պատասխան Ադրբեջանի պահանջի սահմանություն փոխելու առաջ տաներ Ադրբեջանի սահմանության փոփոխության պահանջը, որտեղ շատ ավելի կոնկրետ տարածքային պահանջներ կան, այդ երկու օրակարգերը իրար կչեզոքացնեն եւ մենք հիմա ստիպված չենք քննարկի, որ մեր սահմանությունը պիտի փոխենք ու չենք գային նրան, որ որքան հանրակրվե պետք լինի դրա համար կանցկացնենք։ Նույնն է վերադարձի իրավունքի մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իսկապես մտահոգում է, որ դրա դիմաց Ադրբեջանը կարող է պահանջներ առաջ քաշել ուժեղացնել ադրբեջանցիների այստեղ բնակեցմանը, մեր դիվանագիտական կորպուսը մի խնդիր ունի՝ զբաղվել հայեցակարգ մշակելով եւ ադրբեջանցիներ այստեղ բնակեցման ծրագիրը հակադրելով Բաքվում, Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ տարածքներում ապրող հայերի իրավունքներով այդ երկու օրակարգերը իրար չեզոքացնելով եւ զուգահեռ առաջ տանելով զուգահեռը, որ ասում եմ, կարող է ուղիղ բանակցությունների, այսինքն պաշտոնական ագննչ անել, կարող է ՀԿԼ-ի անել դրա փոխարեն, կարող է գիտական ինստիտուտ անել, կարող է եկեղեցին անել, բայց ոչ թե դատապարտվեն նրանք Հայաստանում, ովքեր այդ իրավունքը փորձում են առաջ տանել եւ դուրք տալ Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Վերադարձի իրավունքը ամրագրում աշխատանք տանել, որպեսզի այդ իրավունքը ֆիքսվի միջազգային հարթակներում։ Այսինքն Արցախցիք ապրին Ադրբեջանի լուծինդակ։ Դուք համաձայն եք ադոր։ Ես որևէ պարագայում չեմ պատկերացնում, որ ես չեմ խոսում նա մասին, որ Արցախը պիտի գնան եւ այլևի տիրապետության տակ Ադրբեջանի անձնագրով ապրեն։ Այն իրավունքների ծավալը, որը իրենց անհրաժեշտ է Դուք ասեք անգախ մարմին, որ իրենց հայրենիքում ապրելու համար Արցախահայերը իրենք պիտի որոշեն։ Իմ պատկերացումը դա հայկական տիրապետություն է, բայց Արցախահայերը իրենք պիտի որոշեն, ինչպիսի իրավունքների ծավալով կարող են իրենք իրենց հայրենիքում։ Բոլորը սա դիգուզենք, բայց հիմայի մասին ես չեմ խոսում, վաղը չեն կարող սա անել, բայց ով կարող է ասել, որ 25 տարի հետո չեն կարող սա անել։ Գամ փակվեցավ։ Դուք թեզին թեմեք, Արցախյան հարցը շրջեցին։ Որ վերադարձի ասած է, ինչ է ասած։ Որ Արցախյան կոնֆլիկտը իսկ Ռուսաստանի նախագահի համար Ղարաբաղյան հագամարտությունը փակված է։ Եվ իսկ սովետական միությունը ինչ էր ասել։ Ասենք ծեր ուղղվածության կամ ընդանուր։ Նախ ես ուղղվածություն չունեմ, սխալ պատկերացում է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուզում է Թրամփը, ուզում է ոչ մի չեգնտունիր ասին։ Իրար ձեռք տված հայտարարություն անեն, ես պաշտպանելու եմ այն, ինչ երկրի շահն է ենթադրում։ Իսկ սովետական միությունը ինչ էր ասում Արցախի հարցի վերաբերյալ, կարող է պրոհայկական դիրքորոշում ուներ։ Իսկ Սարդարապետի ժամանակ ինչ էին ասում։ Եթե մենք մեր կյանքի կարևորագույն պահերին առաջնորդվենք միջազգային հանրությունը ինչ է ասում, հզորները ինչ են ասում, կամ այսպիսի չակերտավոր ռացիոնալի բան, որը ի վերջո հանգում է նրան, որ ոչ մի հնարավորություն չունենք, այս մտածողությամբ մենք Սարդարապետ չենք անելու, եւ պետականություն չենք ստեղծելու, եւ այս մտածողությամբ Արցախյան առաջին պատերազմը չենք հաղթելու։ Դուք դեպի ներս կուղեք այդ բանը։ Բնականաբար Արցախը իմ անվտանգության հարցն է, Ռուսաստանինը չէ, Ռուսաստանը ինչ իմ խնդիրն է, որ եթե ես դաշնակից ունեմ, որ իմ դաշնակիցները համանջ հայտարարություններ անեն, բայց երբեք չի կարող դաշնակցի հայտարարությունը իմ համար լինել վերջին ճշմարտություն։ Դա ինձ համար է անվտանգության հարց։ Ես ասում եմ, այդ իրավունքների ծավալը պիտի որոշի Արցախի ժողովուրդը, ինքը դրա համար ստեղծել է պետական կառույցները, դրա համար ենք մենք ասում, ոչ թե ուղղակի ուզում ենք շենքեր պահել, այլ պետական կառույցները հնարավորինս պետքա պահպանվեն, հնարավորինս, որպեսզի միջազգային հարթակներում գնան եւ Արցախահայերի անունից, Արցախի ժողովրդի անունից բանակցություններին նաեւ հնարավորինս մասնակցեն, հնարավորինս հանդես գան, որովհետեւ այդ ժողովրդի անունից իրենք միակ մարմինը, որ կարող է հանդես գալ, իրենց ընտրված ղեկավարությունն է։ Ոչ թե ես ու դուք նստենք, դուք ասեք փակում ենք հարցը, ես ասենք բացում եմ։ Այդպես չի աշխատում այդ ամենը։ Եվ այո, խոսքը վաղվա մասին չէ, բայց ով ինձ կարող ասել 25 տարի հետո մենք հնարավորություն չենք ունենալու դա ապահովել։ Ադրբեջանում այլ իրավիճակ չի լինելու, այլ ղեկավարություն չի լինելու, որը տարբեր հանգամանքների բերումով համաձայն է լինելու։ Ի վերջո մենք տեսնում ենք տարածաշրջանը մի տարվա, երկու տարվա ընթացքում ինչպես է փոխվում։ Ամեն օր է փոխվում։ Ինչպես ենք մենք ասում, որ հնարավոր չի լինելու դա։ Այսինքն ծեր գարձիկով հիմա պետք է սպասել, հիմքերը դնել եւ Սպասել չէ, հիմքերը դնել, աշխատել, դուրը չփակել։ Դուրը չփակել, մեր հիմա գործը դուրը չփակելն է։
Սա միջազգայինում ես ասացի, իսկ իշխանությունները գսեն մոռնանք նայենք իրական Հայաստանը։ Ամեն ինչի դուրը փակենք։ Իրական Հայաստանը, որ իրենց ասած իրականն էլ գոյություն չի, հիմա դրան կգանք։ Ամեն ինչի դուրը փակելով դնում ենք մեր դագաղի փականը։ Բայց սա միջազգայինով խոսեցինք, այսինքն եթե ուզում ենք այս ամեն ինչին հասնել, առաջին պայմանը որ արցախայինն այստեղ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մնան։ Գա այսօր իշխանությունները ցերկը նահատականով ինչ որ կառավարության ղեկավարը ասում է դուք փախել եք Արցախայի կնոջը, դա պայմաններ ստեղծել է, թե ճիշտ հակառակը։ Ոնց այդ ելույթը բավական քննարկումներուն իր դարձավ, հետո վարչապետը Գարձեմ ներողություն ալ խնդրեց կամ փաստորեն մենք ականատեսել ենք, որ այն ատելությունը որ տարածվում են, դա իսկապես արվում է կառավարական ու պետական մակարդակով։ Այսինքն մեր մոտեցումը սա է. դուռները չփակել, հնարավորինս պաշտպանել մեր իրավունքները առանց արկածախնդրության, մենք հասկանում ենք, որ պարտվել ենք շատ երկար վերականգնման եւ աշխատանքի շատ ծանր ժամանակաշրջան պիտի անցնենք, բայց դա չի ընդհանրում բոլոր դռները մեր դագաղի մեխերը հերթով մեխել, հետո ասել այլ ճանապարհ չկա եւ երկրորդը այս անդադ բոլոր պահանջները առանց դիմագրավելու կատարելը բերելու է նրան, այսինքն բերում է մենակ պահանջների ավելացման։ Իսկ ինչ ենք ասել, եթե մենք ամեն ինչին ասում ենք պիտի անենք, թե չէ Ադրբեջանը մեզ կուլ կտա կհարձակվի։ Իսկ ադրբեջանական պահանջները որտեղ են սահմանափակվում։ Ո՞րն է երաշխիքը, որ սահմանության փոփոխությունից հետո նոր պահանջներ չեն ավելանում։ Սա է մեր հարցերը։ Մենք գիտենք, որ այդ պահանջները չեն սահմանափակվում, չունեն վերջ, եւ այդ պահանջները կատարելը միայն բերում է նորին։ Սա է արմատական տարբերությունը գործող ռեժիմի եւ մեր միջև մոտեցումների։ Հաջորդ հարցս, գիտեք, ձեր խոսքի կոնտեքստեն արմատ գարն է, այն իմաստով, որ շատեր կթի դարգեն, թե ընդդիմությունը մասնավորապես եղած է ոչ թե նախաձեռնող, այլ արձագանքող։ Հիմա ձեր խոսույթի մեջ շատ թեզեր կան, որոնք արձագանքող չեն, այլ նախաձեռնող են։ Ինչու հավաքաբար այդպես չի ընդդիմությունը եւ գիտեք, մենք այս 8 տարիներու ընթացքին ես գարձեմ ընդդիմությունը շատ մեծ առիթներ գործընծուց, հաճախ դարվելով եւ դրվելով արձագանքողի թերին, այսինքն վարչապետը այսսավ մենք հագաստենք, ազգային ժողովը այսսավ մենք հագաստենք, բայց մեր ժողովուրդը նաև գագնգալ է, որ դուք ուղիմը գծեք, ասեք 1, 2, 3, 4, մենք ինչպես եւ մեզի համար, եթե նպատակ է իշխանապողությունը, եւ բնական է արտար նպատակ է, բայց ադոր թիմած, այսօր գիտեք, իշխանությունը գխոսի խաղաղության մասին եւ ինչքան մտահոգիչ է, երբ վարչապետը գայդերերը, եթե ես չլամ, վաղը բادرազմ պիտի լա։ Հիմա դերևս դուք ասեք մանիպուլյացիա է, չէ՞։ Բայց մեր ժողովրդի մոտ այդ մեկը աշխատող է։ Դուք ինչ պիտի ինեք ադոր թիմած։ Ես գուզեմ սրծավորեն ծեր հետ գիսկել այս մտահոգությունը։ Պիտի ինչքան հարկ լինի բացատրենք, որ դա շանտաժ է եւ մանիպուլյացիա է եւ սուտ է եւ խաղաղությունը եթե կախված է մի մարդուց, դա խաղաղություն չէ, դա պարտադրանք է եւ երկրորդը իրենք էլ պիտի ցույց տանք, որ այս մարդիկ ամեն օր խնդիր չունեն հակառակ բաներ ասելու եւ ձեզ ստել են հարյուրավոր անգամներ, որն է ձեր երաշխիքը, որ 101-րդ անգամ չեն ստում եւ ոնց կարող է մեզ օրով ժամով ասել պատերազմի մասին, մենք պիտի ասենք նաև, որ պատերազմը այդքան հեշտ չի, այդքան արլևը անդադ ինդուլգենցիա չունի եւ հնարավորություն չունի մեր վրա։ Բայց աշխարհը գժանոց է, քիչ առաջ ասինք, որ ամեն վարյան անգամ աշխարհի գժանոց լինել չի, իսկ աշխարհը գժան նաև շատ խառներ 2023-ին, բայց այլևս հարձակվեց բլոկադայի մեջ գտնվող սովից թուլացած Արցախի վրա, անգամ այն բանից հետո չէ, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի կազմում Արցախը, միայն այն բանից հետո, երբ Ստամբուլյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի վրա դրանք աստանշաններ էին ցերգալու։ Արցախի վրա հարձակման դեպքում հայկական զորքերը չեն միջամտելու, այսինքն այլևս հարձակում են այնտեղ, որտեղ գիտի, որ կորուս չի ունենալու եւ երաշխավորված ունենալու է հաղթանակ։ Մենք ասում ենք, որ երկիրը պաշտպանելը նվազեցնում է պատերազմի ռիսկը, որովհետեւ եթե հասկանաս, որ գին պիտի վճարես, երկար դատողություն ես անում։ Մենք հիմա տեսնում ենք, որ աշխարհի թիվ 1 գերտերությունների հռչակած Ամերիկայի Միացյալ Նահանգները այո, սահմանափակ ռազմական գործողություններ նախաձեռնեց, այն էլ դաշնակցի հետ միայնակ չէ, բայց էլի ինդուլգենցիա չունի, անընդհատ դա։ Ինդուլգենցիան ո՞րն է, այսինքն ելնելով իր լավագույն շահից, անընդհատ հարձակվելու այդ տրամաբանությանը, ցամաքային օպերացիա սկսելու այդ տրամաբանությանը չի տրվում, որտեղ պատերազմ կարող է սկսել, բայց ինչպես դա կավարտվի թե չէ, դա հսկայական ռիսկեր են։ Ուրեմն Ադրբեջանը մենք կամ
մենք չենք ընդունում այդ որ այլև մեր երկրագնդի վրա ամենաուժեղ տղան է, որը անդադ կարող է հարձակվել քեզ վրա։ Բայց երկրորդը նախաձեռնողականության կամ արձագանքողի մասին։ Այո, ստանդարտ պայմաններում շատ ավելի նախաձեռնողական էր պետք լինել ընդդիմության մասին է խոսքը եւ մենք հենց այդ տրամաբանությամբ 18-ից հետո առաջնորդվում էինք իրականում երբ ճունեինք այս անվտանգային ճգնաժամը, մենք ասում ենք որ հատկապես երիտասարդներով մտածում ենք որ շատ լավ պայմաններ են ստեղծվել մեր թեզերը առաջ տանելու համար, մեր պատկերացումները ներկայացնելու եւ հանրության հետ ուղիղ հաղորդակցվելու աշխատելու եւ դրա համար էլ օրինակ խոսում էինք հարկային ռեֆորմներից, խոսում ենք կրթական ռեֆորմներից, մենք կորոնավիրուսի ժամանակ Դաշնակցությունը 56 կետանոց ճանապարհային քարտեզ մշակեց, ներկայացրեց, որ օքեյ, կա համաճարակ, տեսեք, այսպես մեր պատկերացումով այսպես։ Այո, սա շատ այն ճանապարհն է, որով եթե ստանդարտ իրավիճակ լիներ, մենք պիտի գնայինք, մեր առաջարկը ներկայացնեինք, կոնտր առաջարկը, բայց երբ ստեղծվում է անվտանգային ճգնաժամ, երբ ասում են, որ Արցախի հարցով նշաձողը պիտի իջացնենք, Արցախը Ադրբեջանը եւ վերջ, այս զիջումը պիտի անենք, լավ ո՞րն է քո տեսակետը։ Մենք ո՞նց կարող է Հայաստանում վերջին 6 տարիներին բարբերաբար ստեղծվել են ճգնաժամեր։ Ու ո՞նց կարող ես դրան չարձագանքել։ Դա է ամբողջ հարցը, ոչ թե դու արձագանքում ես, որովհետեւ չես ուզում հետ մնալ, այլ այնպես իրավիճակ է ստեղծվում, որ չես կարող չարձագանքել։ Հիմա իրավիճակի անգամ ստեղծվել, որ մեր իրավունքների համար, այսինքն օրինակ Ստեփանակերտում ոչնչացվել է հայկական եկեղեցի։ Հայաստանում պետությունը չի արձագանքում դրան։ Սպասելի չէր այդ մեկը, բայց մեր մշակութային սպասելի է, պարտությունը շատ ծանր բան է, եւ մենք հիմա կարծես սովորում ենք պարտվածի կարգավիճակում ապրել։ Բայց լավ, ո՞նց կարող է խաղաղության ժամանակ դա ցեղասպանության ակտ է, չէ՞։ Հիմա խաղաղությունը թե ցեղասպանության ակտերը մեր մշակութային ցեղասպանությունը մեր նկատմամբ ու մեր հետքի ոչնչացումը։ Պետք է հագաստել ցեզի։ Հագաստելը ի՞նչն է խանգարում որ ԱԳՆ-ն Հայդարարի կամ Թադաբարդը հայկական ժառանգություն անգամ շատ սուր լեքսիկոնի մասին չեմ խոսում որ դա եւ հանրահարչակած այլևին ու խաղաղության օրակարգերը չեն հակասում են իրար ընդհանրապես սա Հայաստանին դնելով էլի այդ խաղաղության պաշտպանի ջատագովի վիճակում եւ ցույց տալով որ Ադրբեջանն է որ իր գործողություններով թույլ չի տալ որ դա կայանա այսինքն վախը բնական է բաս այն ասում որ պարտված ղեկավարը եւ թիմը չի կարող շարունակել երկիրը ղեկավարել որովհետեւ այդ վախը որ կա այդ զգացողությունը որ կա այդ հոգեբանությունը արդեն որ կա իրեն թույլ չի տալիս պաշտպանել քո շահերը սա է ամբողջ հարցը Հիմա նախաձեռնողականությունը կարող է դրսևորվել անգամ արձագանքման բան, այսինքն եթե իրավիճակ է ստեղծվում, որ արձագանքի հնարավորություն պետք է արձագանքես։ Ցավոք սրտի վերջին տարիներին բարբերաբար մեր երկրում ստեղծվել է իրավիճակ, որը թույլ չի տվել մեզ չարձագանքել։ Անկամ այդ իրավիճակում մենք փորձել ենք սեփական մոտեցումներ ներկայացնել 25 նախագիծ ներկայացվել է ազգային ժողովում ու ամբողջ այնպես չի որ անվտանգային են եղել, անվտանգային են եղել, այսինքն հայտարարության ընդունում հանձնաժողովի անունի փոփոխություն, բայց եղել են թոշակների ինդեքսավորման օրինակ նախագիծը, որ ինչ է թոշակների ինդեքսավորումը, որ երկրում այն գնաճը այնպեսին է, որ եթե դու 2 տարին, 3 տարին մի անգամ ընտրությունից առաջ ինչ-որ քանակով բարձրացնում ես, դա բավարար չի։ Ավտոմատ պետք է թոշակները բարձրանան այնքան ամեն տարի, որքան գնաճն է եղել այդ տարի։ Հետո նաև այդ բարձրացումները։ Մեզ ասել են, որ այդպիսի կարիք չկա դա անելու եւ որ բյուջեն թույլ չի տալիս։ Հիմա նախընտրական շրջանում իրենք են դա խոստանում։ Բայց մեր նախագիծը մերժել են։ Մենք մի ամբողջ փաթեթ ներկայացնել բազմազավակ ընտանիքների աջակցության։ 25-ը, որ ինչի մասին խոսում եմ, մերժվել են բոլորը։ Այսինքն երբ բնական է որևէ մոտիվացիա չկա 26-րդը 35-րդը ներկայացնելու այսինքն երկրում ստեղծվել է միանձնյա մի թիմի իշխանություն ով հնարավորություն ունի ընդունել օրենքներ կամ նախաձեռնություններ առանց որևէ քննարկման մերժելու ամեն ինչ իրենցից չի գալիս եւ բնականաբար հասկանում ես որ եթե ուզում ես փոփոխություն նախաձեռնողականություն գաղափարների իրականացում պիտի այդ իրավիճակը փոխես դրանով է պայմանավորված եղել մեր գործունեությունը եւ նաեւ այն որ իրավիճակը այնպեսին եղավ որ չարձագանքել ուղղակի չես կարողացել Գիտեք գախնիկ չէ որ հոյիտան հայ հեղափոխական դաշնակցությունը բացառիկ կապեր ունի Սպիրկի հետ, Սպիրկը միշտ ձեր օրագարկի մեջ է, նաև մեծ գառույց ունի, Սպիրկով մեկ, հաճախ քանի եկած ենք անգեղծ խոսելու, հաճախ դժգոհություններ կլսեք Հոյտայի հայաստանյան քաղաքականության վերաբերյալ, ես օրինակ հերվեն այդպիսի լսողած եմ
Ուզում ցեզ մելսել եւ ինչպես կհարցնեք օրինակ ինչու դաշնակցությունը առանցին չգնաց այս ընդրություններով։ Սիրով պատասխանեմ, ես ոչ միայն չեմ ուզում հակազդել, ես դաշնակցությունը չափազանց սիրում ու գնահատում եմ, կարծում եմ բացառիկ է նրանով, որ այդ քննարկումները կան եւ այդ քննարկումները շատ սուր են ու այդ քննադատությունը ոչ միայն թույլատրված է, այլ խրախուսվում է եւ այդ առանց այդ քննադատության, առանց այդ քննարկումների դաշնակցություն չէ։ Ես 2012 թվականին եկել եմ Դաշնակցության երիտասարդական միություն եւ այդտեղ տեսել եմ այդ ազատությունը քննադատության, տեսել եմ ղեկավար մարմնի հաշվետվողականությունը, տեսել եմ անձնապաշտության բացառումը ու հենց դա է ինձ գրավել։ Ես տեսել եմ այնպիսի քննադատություն, որի նկատմամբ ես ատելության արժե, որ մեր նկատմամբ կա կամ կպի, դա ոչինչ է, ներսում այդպիսի քննադատություն։ Եվ բնական է ու ես կուզենամ, որ դա միայն շարունակվի, որ ամեն քայլ Դաշնակցության, այդ թվում Հայաստանի կառույցի, պիտի քննարկման առարկա դառնա ու պիտի տարբեր կարծիքներ լինեն։ Ես ճշմարտությունը տեսնում եմ բացառապես երկու ծայրահեղ կարծիքների կենտրոնում, որպեսզի այդ կենտրոնը գտնենք, այդ երկու ծայրահեղ կարծիքներ պիտի լինի։ Այո, Դաշնակցությունում կա քննարկում, Դաշնակցությունը արդյոք պիտի կազմակերպություն է, թե քաղաքական կուսակցություն է։ Դաշնակցությունում կա քննարկում, մենք ինչպես պիտի մասնակցենք ընտրություններին, պիտի մասնակցենք, թե չէ։ Մեր Դաշնակցությունում կա քննարկում ամեն ինչի մասին, մենք ինչ-որ հարցերի մասին պիտի խոսենք ավելի շատ, որով չէ, ինչպես պիտի խոսենք, հիմա ինչ պիտի հայտարարենք կամ ինչ պիտի չհայտարարենք, եւ դա ամենաառողջ վիճակն է, որ ես տեսել եմ, այնպես որ մենակ Թուրքում չեն, Հայաստանում էլ կա, եւ այդ քննարկումը կան եւ այո երկու կողմերը կան, բայց Դաշնակցության յուրահատկությունն է նաեւ այն, որ երբ այդ քննարկումը, այդ բախումը լինում է, որոշումը կայացվում է, այդ որոշումը հետեւում է կառույցի բացարձակ մեծամասնությունը։ Սա է մեր առանձնահատկությունը, ես կարծում եմ դա ճիշտ մոդել է, այո, արդիականանալ միշտ կարելի է եւ պետք է, բայց դա ճիշտ փիլիսոփայություն է, որով կառույցը պիտի շարունակվի։ Ինչու այս ընտրություններին մենք առանձին չմասնակցեցինք, մեր ձևաչափի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ առաջնորդվել ենք հսկայական ընդդիմադիր տրամադրությունները, որ կան երկրում եւ էական ավելի շատ են, քան իշխանական տրամադրությունները, դրանք ինչպես կարող ենք առավել շատ քվեների կապիտալիզացնել։ Այսինքն այնպես անել, որ դա ավելի շատ ընդդիմադիր քվեի վերածվի։ Միայն այդ տրամաբանությամբ մտածել ենք, կա արդյոք միավորում, որը կարող է սիներգիայի էֆեկտ ունենալ։ Կարծել ենք, որ Հայաստան դաշինքն է դա։ Մեր դեպքում միայն դրանով, այսինքն եթե մենք գնալու ենք հավաքեինք X, առանձին երկրորդ նախագահը գնալու էր Y հավաքել, մտածել ենք միավորումը ավելի մեծ է, քան X գումարած Y-ը։ Դրա միանշանակ պատասխանը այն է եղել, որ այո, կլինի 1%, կլինի 2%, այն ընտրությունն է, որ 10,000 ձայնը կարևոր է չափազանց։ Ու եթե դու կարող ես ինչ-որ կոնֆիգուրացիայով ավելի շատ ձայն ունենալ, քան այդ կոնֆիգուրացիայի, եթե չլինի, մենք գնացել ենք այդ ճանապարհով։ Այստեղ կուսակցական առաջնահերթությունը չի եղել հարցը, այո, ցանկացած կուսակցության համար նախընտրելի է միշտ սեփական ցանկով մասնակցել, սեփական պլատֆորմով, եւ դա բնական է, բայց հիմա մենք Ես առանց չափազանցնելու սա ճակատագրական ընտրություն է։ Դրա համար 2022-ին դիմադրության շարժման ժամանակ մենք արդեն հայտարարենք, որ կուսակցական դրոշների իջեցնում ենք ու դա շատ ուղիղ ենք հայտարարել, որովհետև գիտեք, մեր համար հաղթանակ կլինի, եթե մենք չունենանք անգամ ավելի շատ մանդատներ, քան 2021-ին էր, բայց լինի փոփոխություն։ Եվ պարտություն կլինի, եթե ունենանք ավելի շատ մանդատներ, քան 2021-ին էր, եւ փոփոխություն չլինի։ Սա է։ Ուզում եմ ասեմ, եթե ինձ հարցնեին, կուզենայի Դաշնակցությունը ունենար ամենաշատ մանդատները, հենց Դաշնակցությունը խորհրդանում, բայց փոփոխություն չլիներ, չէ։ Դա ասեք ոչ։ Չէ։ Դուք իրադեսական կտեսնեք իշխանափոխությունը անկեղծորեն։ Անկեղծորեն ավելի քանի գսեք ճակատագրականի եւ շատեր գսեն։ Ավելի իրադեսական, քան հիմա է, հանրային տրամադրությունների առումով չի եղել։ Մենք ունենք պատկեր Երևանով գտադեք։ Չէ, մենք ունենք պատկեր, երբ որ հասարակության մեծամասնությունը տրամադրությունների առումով մեծամասնությունը կեսից ավելին, եթե Երևանի եւ մեծ քաղաքների մասին ենք խոսում, դա ասում է 70%-ի հակաիշխանական են տրամադրությունները։ Ինչու են ընտրությունների մասնակցությունը կարևորում, որովհետեւ կապ չունի, կարող է 90%-ով հակաիշխանական լինել, բայց իշխանությունը միշտ ունի ռեսուրս վարչական եւ կարողանում է կազմակերպել եւ այդ իր ռեսուրսին տանել ընտրության։ Ինչպես ամեն իշխանություն, ինչպես աշխարհում գրեթե բոլոր տեղերում իրականության մեջ։ Ամբողջ հարցը ժողովրդի մասնակցությունն է։ Եթե մենք չունենանք բարձր մասնակցություն, այդ փոքր աջակցությունը կարող է վերածվել մեծամասնության։
անգամ շատ էական մեծամասնության։ Եթե ունենանք բարձր մասնակցություն, իրավիճակ փոխվի։ փոփոխության հնարավորությունը չափազանց մեծ է, մոտ է սահմանադրական մեծամասնության տոկոսին։ Եթե, բայց այդ է պայման կա։ Ես չեմ կարողանում հարցերին պատասխանել այո ոչով, ոչ ռոմանտիկ եմ, ոչ հոռետես եմ, ես գիտեմ, տեսնում եմ հնարավորությունը, այսպես նայում եմ եւ տեսնում եմ հնարավորությունը, բայց դրան պայման կա։ Դա գալիս է շփումներից ժողովրդի հետ։ Չէ, սոցիոլոգիական հարցումներից էլ եւ շփումներից էլ։ Ի վերջո, այո, մենք 6 տարի է ամեն օր փողոցում ենք եղել եւ այդ փոփոխությունը հանրային տրամադրությունների բնականաբար մենք տեսել ենք։ Մենք սկսել ենք այնտեղից, որ մեր արչև զոհվածների ծնողները ճանապարհ են փակել կամ գերիների հարազատները եւ ասել են հետ բերեք մեր երեխաներին։ Հիմա մենք այնտեղ ենք, որ այդ հարազատները ցույցեր են, իրենք են ցույցեր կազմակերպում ու ցեզ օգնում են։ Մեզ օգնելու չի, ճիշտ հասցեատիրոջն են դիմում։ Այս տարիները պետք էր փաստորեն անցնել, որպեսզի հասկանանք, որ մի քանի հարցեր կա, որոնց բացարձակ պատասխանատուն իշխանությունն է։ Այո, մենք այդտեղ չենք եղել 2020-ին, 21-ին էլ չենք եղել, 22-ին էլ չենք եղել, ասեմ ավելին 23-5 բազմա շարժման ժամանակ էլ չենք եղել։ Փաստորեն այս աշխատանքը, այս բոլոր շարժումները եւ այս դադար աշխատանքը, որ ոչ միայն պատգամավորները, փորձագետները բոլորը արել են, կաթիլ հավաքվել է միտեղ, որը հիմա կարող է իր արդյունքները տալ, բայց այո, դրա համար չափազանց կարևոր է մարդկանց իրատեսական հույս տալը եւ այլընտրանք ներկայացնել եւ այո ասելը, որ Հայաստանում չկա քաղաքականություն, ժողովուրդ, մենք չենք կարող ուզենալ գալ իշխանության եւ պատերազմ սկսել։ Դա 100%-անոց նշանակում է իշխանություն կորցնել։ Չենք կարող ուզենալ։ Մենք հասկանում ենք իրավիճակը։ Մենք ուզում ենք գալ, որ կառուցենք։ Ոչ չենք ուզում գալ, որ ու պատմության մեջ մնանք որպես ուժ, որի օրը աղետ եղավ նոր։ Դրա իմաստը ո՞րն է։ Իսկ վախնակ գեղձիկ է ընդրությունները գեղձել է, վարչական ռեսուրս գեղձել, վախենալը չէ, կանխատեսում ենք դա։ Նույնիսկ։ Այո, եւ այս հիմա կբացատրեմ եւ դրան պիտի հակազդել։ Հակազդել ինչպես հեսա բացատրեմ։ Ես գիտեմ, որ մենք երբ խոսում ենք կեղծիքների մասին, մարդիկ ասում են, օրինակ 90-ականներում բան խուրցեր ոնց էին կարող են կամ բաները գողանալ։ Այո, 30 տարի հետո 21-րդ դարում 2026 թվական կեղծիքները էլ տեսքը չունեն։ Բայց որ ավելի քաղաքակիրթ են կամ որ ավելի աննկատ են, չի նշանակում չեն կեղծվում։ Կամ չի նշանակում, որ ազդեցություն չկա կամ ընտրությունների կեղծել նշանակում է հավասար պայմաններ չապահովել թեկնածուների համար։ Նշանակում է վարչական ռեսուրսի այնպիսի օգտագործում, որը կարող է արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Նշանակում է թեկնածուներին չթույլ տալ մասնակցել ընտրությունների, ոչ բոլորին կամ թույլ տալ։ Հիմա կան այդպիսի բաներ։ Հիմա ներգայիս։ Հիմա մենք առաջին անգամ որ ընտրություն այսպես գնում ենք բոլորս բանով, որ ու ենթադրում ենք ու գուշակում ենք, որ մի ուժին թույլ չեն տալու մասնակցել, որ արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը ինչի մասին է, արդյոք սա հողի նախապատրաստում չի, որ արգելվի մասնակցությունը։ Սա ժողովուրդ ուղիղ միջամտություն է, այսինքն սա անգամ թույլ չտալ է, կեղծիքից մի բան անդին է, թույլ չտալ է, որ դուք ձեր իրավունքը սահմանադրական իրացնեք։ Այսինքն ի՞նչ է նշանակում ընտրություն չեն կեղծում, ընտրություն չեն կեղծում, նախ ինչ ռեսուրս կա օգտագործում են, բայց ընտրությունների արդյունքների հետ հաշվի չեն նստում, 15 համայնքից ավելի արդյունքների հետ հաշվի չեն նստել։ Փոխել են ձեր ընտրության արդյունքները խմբագրել են եւ երկրորդը այս չմասնակցել թե չտալը վարչական ռեսուրսները, այս բռնաճնշումները որ կան, այսինքն մենք լարված աշխատանքներ չեն կարողանում կազմակերպել, որովհետև հասկանում ենք, որ ինչ որ պահից ամենօրյա միջամտություն է լինելու շտաբային աշխատանքներում եւ այլն, ներխուժումներից մինչեւ խոզարկում, ձերբակալություններ եւ այլն։ Ու այդ տրամաբանությամբ են գնում։ Հիմա սա բան է, ճնշում է եւ արդյունքների վրա ազդեցության փորձեր, հասկանալի է, ուրիշ ձև է։ Այո, հիմա կարող է էլեկտրոնային համակարգով քվեարկություն լինի ու բնականաբար ինչ որ տարիներ հետո բնականաբար այդտեղ բան քվեաթերթիկներ չեն լցնելու բան, բայց ինչ կապ ունի։ Եթե մի հատ հակեր մտնի այդ ընթացքում ու արդյունքները ամբողջությամբ փոխ պիտի ասենք ընտրակեղծարարություն չկա, որովհետև ավելիևս քվեատուփեր չեն գողանում, այդպես չի։ Ձևերը գուցե կարող փոխվել են ավելի քաղաքակիրթ ուշ են դարձել, բայց դա չի նշանակում, որ միջամտություն չկա։ Ինչպես պիտի դիմագրավել այս ամենին։ Դրա համար ենք մենք այդ կազմակերպական աշխատանքը, որ արել ենք ու դրա համար ենք, այսինքն հսկայական ջանք այդտեղ ենք դրել։ Մենք բոլոր տեղամասերում 2000-ից ավելի ունենալու ենք ոչ միայն հանձնաժողովի անդամներ, երկուական, այլ որ վերահսկողությունը ապահովենք, այլ նաև վստահված անձինք, որպիսի մեր
քաղաքացիների քվեները մենք պաշտպանենք։ Մենք երկու բանի վրա ենք կենտրոնացած։ Քաղաքացիներին համոզել գնալ ընտրության եւ ասել, եթե դուք գնաք ու կատարեք ձեր ընտրությունը, որևէ աշխարհակաղակական կենտրոն, որևէ ներքին ուժ չի կարողանալու դա փոխել, մենք տեր ենք կանգնելու այդ ձայներին։ Տեր ենք կանգնելու միայնակ մենք չէ, բոլոր դիմադիրները, բայց առաջին հերթին նաև մենք այդ համակարգը ստեղծել ենք ու պատրաստվում ենք, հասկանում ենք, որ այս ուժը հեշտ իշխանություն տվող չի, հասկանում ենք, որ սրանք ստանդարտ ընտրություններ չեն լինելու, հասկանում ենք ինչի միջով ենք անցնելու, բայց դրանով հանդերձ տեսնում ենք դրա հնարավորությունը։ Գիտեք, Սամվել Ղարաբեդյանի ուժի մեջ մրցակից կտեսնեք Աբակայի հաշվով։ Մենք բնականաբար անդիմադիր դաշտում բոլորս մրցակիցներ ենք նաև, բայց դա որևէ կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ եթե մեր ձայնից կախված լինի փոփոխությունը, մենք չտանք մեր ձայները որևէ անդիմադիր ուժի։ Դա այո մրցակիցներ ենք, որովհետև ունենք տարբեր պատկերացումներ, տարբեր տեխնիկացիներ, տարբեր թիմեր, եթե չունենայինք մի թիմ արդեն կլիներ, բայց դա բնականաբար որևէ կերպ թշնամություն չի նշանակում։ Եվ խորհրդարանի մեջ կրնակ համագործակցել։ Բնականաբար։ Մենք հակադիր բևեռներում չենք որևէ անդիմադիր ուժի հետ, ինչպես գործող իշխանությունների հետ։ Չկա արմատական, անկյունակարային, կոնցեպտուալ, գաղափարական տարբերություններ այդպեսի կա մոտեցումների տարբերություն, որը լրիվ բնական է, դրա համար էլ տարբեր ուժեր են։ Գիտեք, եթե բադայի ամենեն շատ դրամապանական ելքը այս բոլորին, այսինքն ԿԲ, Սամվել Ղարաբեդյան, Հայաստան Տաշինք, ԲՀԳ, այս թիմերը պիտի իլան խորհրդանի մեջ, այդ բարակային ինչ պիտի իլա ցերգեցվածքը, պիտի շարունակեք նույն ոճով, ինչ ցևով պիտի կործեք։ Ես միատնախ այստեղ ասեմ, որ իշխանությունը լինելու է նրանը, ում ժողովուրդը կքվեարկի եւ ինքն է որոշում, եթե չի ուզում որևէ համագործակցություն, կարող է 50+1 տալ ուղակի որևէ ուժի եւ ոչ մի համագործակցության կարիք չի լինի։ Եթե այդպես չլինի, բնականաբար ինչ որ համագործակցություն ենթադրելու է հանուն փոփոխության եւ եթե իշխանություն փոփոխվի, բնականաբար մենք որևէ մեկը մեզնից անադեկվատ չէ, հակառակը թույլ կտա իշխանափոփոխությունը կենտրոնանալ ստեղծարար, կառուցողական աշխատանքի վրա։ Թույլ կտա ներկայացնել ունենալ գաղափարների բախումներ եւ առաջարկների բախումներ եւ ես չեմ տեսնում որևէ ուժ իշխող ուժից բացի ով փակելու է բոլոր դռները, չի լսելու որևէ մեկին, միանձնյա այդպես բան ասելու ես գիտեմ ճշմարտությունում ու տանի կործանման։ Ի վերջո որևէ ուժ չի արել են քայլերը, որ արել է գործող ուժը։ Մեր ռետորիկան, մեր գործողությունները արձագանք են գործող ուժի գործողությունների։ Մենք այլ իշխանությունների օրոքին ենք ընդդիմություն եղել։ Բայց այսպիսի պատկեր չի եղել։ Չի եղել։ Սա է հարցը։ Այսինքն խնդիրը ինքնանպատակ ընդդիմություն լինել եւ ինչ որ սուր ռետորիկայով խոսալը չի։ Դա դրամաբանական արձագանք է իրավիճակի եւ արարքների հայտարարության։ Գիտեք, ինչպես պետք է արձագանքես մարդու, ով ասում է, որ Ադրբեջանը կոմիտանգության երաշխավորն է։ Լավ, ի վերջո մարդով թքել է քաղաքացու վրա խոստովանել է։ Այսինքն այն արարքները, որ արվել են, այդպիսի բան չի եղել Հայաստանի քաղաքական պատմության մեջ, հասկանում եք։ Սա է պատկերը։ Անկեղծ զրույց էր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս հոյտա անդամ Հայաստան Տաշինքի անդամ պատկանավոր Քրիստինե Վարդանյանն է, նաև հորտորս ցեզի արկելի ագնտիրներ հետևիլ մեր դեսանյութերուն դարածել, լայք մսեղմել, նաև մեկնաբանել հարգեղած բարակային անշուշտ առանց վիրավորանքի, այս բոլորը անգախ մամուլի բրիսմագեն բարի մցես։